Սիրելի փոքրիկներ, 4 տարի առաջ էր, պայծառ, արևով լցված սեպտեմբերյան մի օր։ Առաջին անգամ դպրոց մտանք միասին, երբ ձեռքներդ բռնած ուղեկցեցի ձեզ դպրոց, ձեր կյանքի առաջին դասին։ Եվ սկիզբ առավ մեր փոքրիկ ընտանիքի դպրոցական հեքիաթը, որի գլխավոր հերոսներն էին ես և դուք, իմ երկու փոքրիկ սաները, իմ Գեղամն ու Միկան, այնպիսին, ինչպիսին առավոտյան ցողը ծաղիկների վրա, մաքուր, անմեղ ու փափուկ։ Եվ այդ օրվանից ես դարձա ոչ միայն ձեր ուսուցչուհին, այլ ձեր երկրորդ մայրիկը։ Սկսեցինք քայլել միասին, ուսուցման կախարդական ճանապարհով։ Սովորում էինք մեր ոսկեղենիկ այբուբենը, գրում ու կարդում, ճանաչում ու սիրահարվում մեր մայր լեզվին։ Սովորում էինք նաև հաշվել, գումարել, հանել։ Եվ ձեր աչքերի բոցից ես ուժ էի առնում ամեն նոր օրվա համար, այն գալիք պայծառ ապագայի համար, որի պտուղները քաղելու ենք դեռ տարիներ անց։ Ճանապարհը դյուրին չէր, երբեմն դասը խաղի վերածելը այնքան էլ հեշտ չէր, բայց երբ տեսնում էի ձեր ժպիտները, ամեն ինչ իմաստ էր ստանում։ Դասարանն ապրում էր, շնչում, ձեր ձայնով, ձեր ծիծաղով ու երբեմն նաև ձեր լռությամբ։ Ամեն ինչ կարծես թե հիանալի էր, բայց եկան դժվարին ժամանակներ, պատերազմը մուտք գործեց մեր իրականություն, իսկ երբ պատերազմը խլեց խաղաղությունն անգամ մանկության այգուց, մեր դասարան եկան սիրտը ցավով լցված նոր երեխաներ, Ալեքսը, Արինան և Սոֆին։ Նրանց աչքերում մարած էր մանկության կայծը, բայց դուք նրանց սեր ու ընկերություն տվեցիք, հույսի կայծ արթնացնելով նրանց հոգիներում, նրանք դարձան ձեր ընկերները։ Այնուհետև ձեզ միացավ գեղեցկուհին Արեն, դուք դարձաք մի ամբողջություն, 100 երանգով, մի երգ տարբեր ձայներով, բայց նույն մեղեդիով։ Դասերն արդեն դաժ չէին, այլ հանդիպում սիրո, խաղի ու միասին լինելու հաճելի պահեր։ Ամեն օր ճանաչել եմ ձեզ տալ գիտելիք շաղախված սիրով։ Ամեն լուռ հայացք, ամեն հարց, ամեն փոքր հաղթանակ կամ արցունք, դուք իմ աշխարհն էիք։ Ձեր դասընկերներից մի քանիսը նորից տեղափոխվեցին, բայց միևնույն է, դուք նրանց պահելու եք ձեր հեքիաթի գունազարդ էջերում։ Հետո մեզ միացավ քնքուշ Նատալին, և նրա պայծառ ժպիտը դարձավ նոր լույս մեր դասարանում։ Այսօր դուք ավարտում եք 4-րդ դասարանը։ Դուք արդեն ուրիշ եք, ձեր հոգում ուժ կա, սիրո հուշողություն, ընկերության դասն ու հաղթահարված դժվարությունների փորձը։ Կյանքում միշտ հիշեք այս խոսքերը։ Սերը միակ բանն է, երբ տալիս ես, ավելանում է։ Ես ձեզ տվեցի իմ սերն ամբողջությամբ, իսկ դուք ինձ վերադարձրիք այն բազմապատիկ։ Չմոռանաք ինձ, ես ձեզ երբեք չեմ մոռանա։ Յուրաքանչյուրիդ անունը գրված է իմ սրտի էջերում, անջնջելի։ Հրաժեշտ եմ տալիս արցունքն աչքերիս, բայց մեծ հպարտությամբ։ Ապրեք այնպես, որ լինեք բարի, խելացի, ուժեղ ու կարեկից, իսկ ես միշտ աղոթելու եմ ձեզ համար, սիրով ու երախտագիտությամբ։ Ձեր առաջին ուսուցչուհի Լիլիթ Ալավերդյան։